Բարի երեկո սիրելի հերոստող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMGA հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Մեր ամառնային արձակուրդեն վերադարձած այսօր առաջին հաղորդումն է, որ մենք կկատարենք։ Վերնակիրն է հավատք, հույս, սեր։ Իհարկե, ես հետո մի քիչ հետո կանդրադառնամ հավատք հույսերին, բայց եւ ասեմ ինչն էր թրթապաճառը մեր այսօրվա հաղորդումին։ Ասեմ, որ դժբախտությունը այն է, երբ մանավանդ այս նոր գարելիությունը կստեղծվի այն մարդկանց, որոնք սոցցանցերով եւ իրենց նույնիսկ ոչ լույս պետք ունեն այստեղ, ինչպես ստուդիո ունենք, ոչ կամերաներ պետք ունեն, ոչ մեկ բան, այլ իրենց հեռախոսները, ցերկի հեռախոսները առնում են ու սկսում են խոսել ու նորություններ, ու բացատրություններ, ու պատմական ճշմարտություններ չագերտված եւ այլն եւ այլն։ Եվ դժբախտությունը այն է, նորեն կկրկնեմ, որ ամեն ինչ չէ, ինչ որ գխոսվի սոցցանցերում մեջ դա իրականություն է կամ իրականության կհամապատասխանե։ Եվ այդ էր պատճառը, որ ես այսքանի շաբաթվա ընթացքին պատրաստեցի այս հաղորդումը եւ կուզեմ ձեր ուշադրության հայտնել, որ ամեն ինչ չէ, որ դուք կլսեք, դա ճշմարտությունն է։ Կրնալալ թեփքը եղած է եւ մարդիկ այդ թեփքը եղելությունը կհեղաշրջեն իրենց անձնական ինչ շահերը դրթվելով կամ ելնելով։ Այս ամենը կսեմ եւ շատ հաճախ մարդիկ էլ կան, որոնք կգարտան, կլսեն եւ դա որպես ճշմարտություն կընդունին եւ կսկսին տարածել այդպիսի եղելություններ։ Այսինքն, ըստ իմ քաղաքապարս, անցյալները շատ մոդիկ, ասպես ասած, ընկերմը, ծանոթմը, մոտեցավ եւ որպես քիդուն, որպես լավ աղբյուր ուսումնասիրած, մեջբերում մրավ, թե ինչ կնշանակի նախախնամության աչքը կամ ամենադես աչքը խորհրդանշող եւ ասավ կտեսնես այդտեղ շատ հաճախ ոչ թե միայն Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ, այլ աշխարհով մեկ, նույնիսկ Հայաստանի մեջ մենք ունենք այդ նմանօրինակ նշանը, որ եւ բացատրությունները սկսավ տալ, ես զարմացա, ասի կներես, բայց այս գիտելիքները, այս քո հաստատումները արդյոք արմատներ ունին կամ այսպես ասած բացատրություններ ունին, քոնի իմանանք աղբյուրները որտեղ են։ Եվ անմիջապես արդեն ես կգրահեի, ցույց տվավ եւ ասավ դես այս աչքը նախախնամության աչքը կամ ամենադես աչքը սկսած է ուլիմատի կամ ազատ որմնաթիրներուն կամ Freemason որ կսեն մասոնական եւ այլ։ Ես գլուխս շարժեցի, կմձի ծաղով, ասեցի, բայց արդյոք գիտեք այս երևույթը կամ այս սովորությունը կամ այս կող բացատրությունը սխալ է ու նեղվեցավ դու ինչպես կրնաս how dare you որովհետև ես կրնամ ցեզ եսել ահավասիկ շուտ մփացավ իր Facebook-յան էջը եւ այնտեղ մեջբերում հրավ այն մեջ բատմապան գիտագից գիտնականին թե ինչպես այդ անձը բացատրություն տված է որ նախախնամության աչքը կամ ամենադես աչքը որբեսի եք հասկանաք թե ես ինչի մասին եմ խոսում եկեք միասին ես ցեզի բացատրություններ դամ որբեսի մենք հասկանանք թե ինչի մասին է այսօրվա մեր ծրագրի նպատակը մեր նպատակը այն է որ ամեն ինչ չէ
որ դուք կտեսնեք սոցցանցերու մեջ, դա պատմական իրողություն է, իսկապես աշխատասիրված Կորց, այսպես ասած, գիտեք ինչ, մարդիկ կա, որ համասարան գերտան և դարիներ շարունակ գուսումնասիրեն ինչ որ նյութ, բայց այսօրվա օրով սոցցանցի վրա մեկը գել է և հեռախոսով ինչ ուզե գսե և որպես ճշմարտություն դա կտարածվի։ Առաջին նկարը գուզեմ ցեզի ծանոթացնել և խոսիլ թե ինչի մասին է այսօր։ Վասիկ դուք կտեսնեք։ Մեջտեղը գրված է նախախնամության աչքը կամ ամենադես աչքը խորհրդանիշն է, որը պատկերվում է երանգյունի մեջ և շրջապատված է լույսի ջրակայթներով կամ լուսաբսակով, որը ներկայացնում է նախախնամությունը, ուր Աստծո աչքը հսկում է մարդկության վրա։ Նախախնամության աչքը հայտնի է մեզ Միացյալ Նահանգների մեծ կնիքի վրա, ինչպես դուք հիմա կտեսնեք, որը պատկերված է Միացյալ Նահանգների $1 թղթադրամին վրա։ Երկրորդ նկարը եթե նայեք, սիրելիներ, պիտի տեսնեք, թե այս գնիքը որտեղ են սկսավ։ Ուրեմն, ցածը կտեսնեք լատիներով գրված է E pluribus unum։ E pluribus unum ծեր տահեկաններու վրա դպված է, ծեր ուրեմն դոլարի վրա դպված է, Միացյալ Նահանգներու դրամանիշի վրա դպված է։ 1776 թվականին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները, առաջին 13 նահանգները ազատություն, մենք շուտով ուրեմն հիմա հուլիսի 4-ին պիտի տոնենք 1776 թվականի անկախության, Ամերիկայի Միացյալ Նահանգներու անկախության տոնը։ Եվ այդ իսկ պատճառով, երբ որ ամերիկան կամ ամերիկյան նորաստեղծ կառավարությունը անկախացավ Մեծն Բրիտանիայի թագավորութենեն, իհարկե պետք ուներ մի թրոշ, ինչպես նաև խորհրդանիշ, եւ այդ խորհրդանիշի համար հարցուցին կամ խնդրեցին Pierre Eugène de Simedry մեջ, որ ինքը առաջարկեց նմանօրինակ առաջին սա իր ցերկով կծված եւ սա պատմական իրողություն է, եթե մտնեք ամերիկյան կոնգրեսի բանի մեջ, գրադարանի մեջ կտեսնեք իր ցերկով առաջին գծակցությունն է եւ վերը ինքը օգտագործած է երանգյուն ու մեջտեղը աչքը։ Իսկ 1782 թվականին նախախնամության աչքը ընդունվեց որպես Միացյալ Նահանգների մեծ գնիքի խորհրդանիշի մաս։ Երևակայեցեք, որ սիրելիներ, ուրեմն այս բանը ինքը նաև եղած է քանդակագործ, ինքը եղած է նկարիչ, գծագրիչ եւ այլն, Pierre Eugène de Simedry։ Հավասիկ ինքը այստեղ նորեն աչքը, հավիտենական աչքը ջաջանցավորված ցույց կտա, թե Աստծո աչքն է։ Բայց նայեցեք սիրելիներ, այս նորություն է արդյոք միայն ամերիկացիները ինչպես այդ իմ քիդուն ընկերս, որ ինտերնետեն իմացել էր, դա հատուկ հեղինակությունն է ֆրամասոններու կամ ազատ որնաթիրներու։ Ոչ սիրելի, ասեմ ձեզ, միայն ամերիկան չէ, որ ունի նմանօրինակ օգտագործում այս նախախնամության աչք կամ ամենադես աչքը, որ գսվի։ Տեսեք, նայենք հաջորդիվ, թե ինչպիսի երկիրներ ունին այս օգտագործած, ավասիկ այստեղ,
դուք կտեսնեք 16-րդ տարու եկեղեցվո ճակատին նույն երանգյունին մեջտեղ այս մեր նախախնամության աչքն է հաջորդիվ մենք կտեսնենք տարբեր երկիրներու տարբեր եկեղեցիներու ճակատին օգտագործված են այս երանգյուն ահավասիկ այստեղ օրինակի համար ասեմ ցեզի կանադայի վիկտորիա նահանգի բանն է իսկ նաև բելարուսիայի պրաշլավի գոչված այստեղ կոնֆեդերացիոն է ուգա բանի եթե չեմ սխալիր ին կոնֆեդերացիոն է եւ ճիշտ մեջտեղը ցերկը կա ափսոս շատ փոքր է եւ ցերկին մեջտեղն է նախախնամության աչքը դա նույնպես նաեւ գետրոնական ահավասիկ այստեղ դուք կտեսնեք նորեն 16-րդ տարուն օգտագործված եկեղեցվո ֆրեսկոյի մեջ է եւ նաեւ այստեղ խաչին վրա երանգյունը կա եւ երանգյունի մեջ խաչն է սա այստեղ կանգ առնենք եւ եթե կարելի է վերադառնանք բզիկ անդադարձություն մնեմ տեսեք սիրելիներ այս խաչը օգտագործված է որպես կենտրոնական գերմանիո միապաններու որպես խաչ եւ այդ աչքը որ կա դա աստծո ամենադես ամենախնամ նախախնամության աչքն է որ գհսկե իր զավակներուն գհսկե մեր վրա այս է թաքնված բայց կներեք եթե ցես հուսախապացնեմ ասելու համար որ սա զուտ քրիստոնեական չէ մենք եթե անդրադառնանք ուրեմն այս թվականեն 18-րդ դար որ մասոնները օգտագործեցին ավելի ճիշտ պիտի ասեմ յուրացուցին որովհետև երբ որ այս մեկը կուզեմ բոլորը լավ լսեք եթե ցեր հարստությունը ցեր ունեցվածքը ցեր պատմականը դուք դեր չդառնաք ուրիշները շատ հեշտությամբ կքողանան եւ գյուրացնեն ու գդարցնեն իրենցը եւ այդպեսով մինչեւ 17-րդ դար երբ որ այս նախախնամության աչքը կամ ամենատես աչքը աստծո ոչ մեկը չեր յուրացուցած ահավասիկ իլումինատին եւ կամ ազատ որմնաթիրները ֆրիմասոնները յուրացուցին եւ դարձուցին իրենցը բայց իրենցը չէր Եվ նաև ինչպես ցույց տվից ես եկեղեցիներու ճակատներուն այդ խաչը կամ աչքը երանգյունի մեջ դա էլ միայն քրիստոնեական չէ ահավասիկ հաջորդ նկարը որ դուք կտեսնեք սա բուդդայի ճակատի վրա կոչվում է քիդության աչք այս նաև բուդդիզմի մեջ նախախնամության երրորդ աչքն է եւ ինչպես կտեսնեք երանգյունի է եւ երրորդություն է ինչպես մենք քրիստոնեությունը կընդունենք հայր որդի եւ սուրբ ոգի երևակայեցեք բուդդիզմի մեջ եւ հինդուիզմի մեջ երեք աչքերը եւ բեռնավանված մեջտեղի ճակատի աչքը դա նախախնամության եւ ամենադես աչքն է նույն կոնցեպտն է նույն բացատրությունն է ինչպիսին է քրիստոնեությունը հաջորդ նկարը որ դուք կտեսնեք ահավասիկ սա ամենահին նկարն է նախախնամության աչքը որ Իզիս վերցված է եգիպտական փուրքերեն գետրոնական գիզեի գետրոնական փուրքերեն падից վերցված է եւ կգոչվի ամենադես ամենագարող ամենուրեք աչք որ աշխարհի մեջ ինչ որ կկատարվի դա իրենց աստծո այսպես չաստվածի պիտի ասեմ չաստվածի իրենց համար աստծո աչքն է որ կկառավարե
գտեսնե, գտնորինե, ամենագալ, ամենադես աչքն է, որ եգիպտացիները։ Այս մեկը եւ հաջորդը ինչպես կտեսնեք սիրելիներ, հիմա այստեղ է, որ քիչ առաջ ինչ որ ասի գուզեմ անպայմանորեն նաեւ անդրադառնանք։ Ասեմ ցեսի։ Ուրեմն այս ժայռերը, որ դուք կտեսնեք, եւ ժայռերուն վրա նշանը պիտի տեսնեք։ Այս նշանը իհարկե բոլոր անոնք, որոնք գադեն նացիները եւ մանավանդ Հիտլերի առաջարկած 1935-ին 45-39-ին պատերազմը սկսավ, բայց 35-ին զորացան ու իրենց նշանապանը ընդունեցան սվաստիկա, որ կոչվի։ Արդյոք Հիտլերին էր կամ գերմանացին էր սվաստիկան։ Ոչ սիրելիներ։ Ավասիկ այստեղ դուք կտեսնեք Հայաստանի մեջ կգրկնեմ նորեն, Հայաստանի մեջ գտնված այս սվաստիկա խաչը, այսպես ասած, Hakenkreuz, որ գերմանացիները գսեն, դա հավերժության նշանն է։ Ու տարբեր երկիրներ, հաջորդ նկարը ցեզի ցույց տամ ցերիներ, որովհետեւ տեսնեք թե ինչի մասին է իմ խոսքը, այս Փերթի ճակատը դու ճիշտ մեջտեղը գիտեք ուր է։ Սա մեր շատ սիրելի անի քաղաքի մուտքի ճակատն է։ Եվ վերևում շատ հստակ ցևով դաջված է հավերժության նշանը սվաստիկայի նշանով։ Հաջորդը նայենք, տեսեք։ Ավասիկ մենք ունենք այս խաչկարը, հաղարջինի մեջ խաչկարը, ու խաչկարի մեջ որպես հավերժության նշան, հավասիկ մատով ցույց կտրվի, որ հավերժության նշանը սվաստիկան է։ Սա լրիվ հայկական է սիրելիներ։ Ես չեմ ասել, որ սվաստիկան հայկական է, պարզապես հայկական աղբյուրները բերի, որոնք շատ հիտլերեն հազարավոր դարիներ առաջվա պատրաստված այս աշխատանքներն են։ Մյուս նկարը, որ դուք պիտի տեսնեք հիմա սիրելիներ, համեմատությունն է, տեսեք, այստեղ քանի մտեղ կհիշվի եւ սա Քրիստոսի առաջ 45-ից 95-ից 45 այդ 50 տարվա շրջանի աշխատանքներն են, ինչպես ցիու բայդի վրա դուք կտեսնեք հավերժության այդ անիվը, բայց ճիշտ ցիու դակ դուք կտեսնեք սվաստիկան, նույնը նաև թագավորը, որ կմատնանշե սվաստիկան թեպի, եթե լավ նայեք նկարի ծեր կողմեն ուրեմն ցախ կողմի վերևը նորեն ցույց կտակ, թե ինչպես թագավորը ցույց կտա ժողովրդին հավերժությունը։ Դա զուտ հայկական աղբյուրները հավաքած են իր վահանի վրա, եթե կտեսնեք իր գրնագի կողմը նորեն հսկայական ուրեմն հավերժության նշանն է, որ համազոր է սվաստիկան, այն ինչ որ երբ նացի նացիոնալ սոցիալիզմուս անունի տակ Հիտլեր ստեղծեց եւ այդպես որ դրա զինանշանը օգտագործեց այս հին աղբյուրներեն հետո մենք ես ցեզի կրնամ բացատրություններ տալ, թե որտեղ են եկած այս ամենը։ Հաջորդ նկարը տեսնենք, սա մեր հայկական մաքուր կորգարվեստի մեջ մեջտեղը հսկայական այս հավերժության նշանն է, անմահության նշանն է, անիվն է, որ հստակորեն կտեսնեք, թե սվաստիկան է։
Մյուս տեղը, որ այսօր նկարը, որ ցեզի ցույց կուզեմ տալ անպայման, սա ամենահին բրոնզի շրջանն է, սիրելիներ, սա հին բրոնզե դարի շրջանն է, մոտավորապես 14-րդ դար Քրիստոսի առաջ, 14th century BC, prior Christ, եւ սա կգտնվի կամ գտնված է, հայտնաբերված է մեր հին պատմական Հայաստանում Մուշի շրջանը եւ լրիվ բրոնզ է։ Սա զուտ հայկական աշխատանք է, որուն հստակ սվաստիկայի խորհրդանիշով, որը այնպես ասի հայտնաբերված է Հայաստանում ու այսօր գտնվի, եթե չեմ սխալիր, Բրիտանիո, Մեծն Բրիտանիո արևելյան, նույնիսկ չի ալ գոչվիր հայկական, այլ արևելյան ու հետո բյուզանդանական շրջանի մեջ։ Սիրելիներ, 14-րդ դար Քրիստոսի առաջ Բյուզանդիոն չկար եւ դժբախտաբար որքան դքեդ ենք մենք, որ այսպիսի հարստություններու նույնիսկ չենք ճիշտ արժեքավորում չենք տար, որովհետև այսօրվա քաղաքական մշակութային ասացությունները արիթ չեն դար։ Եթե արիթ ունենակ Լոնդոն երթալու եւ պատմաբանական քրատարան թանգարանը մտնել, կտեսնեք աշխարհով մեկ հազարավոր այսպիսի հարստություններ քողացված են, հանցինս նաև մեր Անահիտ Չաստվածուհու գլուխը եւ ցերկը եւ հենց պեղումներից անմիջապես մի տարի հետո անհադացած է եւ մեջտեղ եկած է Լոնդոնի պատմաբանական թանգարանեն ներս։ Վերադառնալով սիրելիներ հավատք հույս սեր երանգյունի մասին։ Սա էլ պատմություն ունի, կուզեմ շատ արագ պատմել, չեմ ուզեր, որտեվ ժամը սուղ է։ Տարիներ առաջ երբ որ երեխաներս գլենդել քաղաքի դպրոցի անդամ էին, ես նաև պետք է ասել, որ Կոլումբոս դպրոցի ծնողա ուսուցչական մարմնի ադենաբետն էի եւ նաև շատ ակտիվորեն մասնակցում էի։ Ու այնտեղ շատ գեղեցիկ ցևով ինչպես Պողոս Արաքյալ Գորընթացիներու առաջին նամակի 10-րդ գլխուն 10-րդ համարին մեջ հստակորեն գսե ամենակարևոր հիմքը մեր քրիստոնեության է հավատքը, հույսը եւ սերը։ Եվ վստահ եմ շատերը, երբ որ երեխայի մգրդության ներկա գտնվի, շատ քիչերը դժբախտաբար ներկա գտնվին եկեղեցվո, որովհետև երբ որ գստանան հրավերը երեխայի մգրդության, առաջին հարցումը գլա, որ սրահում է, ով է երգիչը, ով է դիջեյն եւ ինչպիսի ջաշ ով գնե քեթրինգը։ Դժբախտությունը այն է, սիրելիներ, երեխան որ քրիստոնյա պիտի ըլլա, մենք սրահի ուդելիքի երգիչի քեֆի մասին կմտածենք եւ ոչ մեկս չենք հարցնել, որ եկեղեցում պիտի ըլլա մգրդությունը, որ մենք ներկա գտնվենք, որբեսի մենք նաեւ մասնագիտ լինենք այդ երեխայի քրիստոնյա ըլլալը։ Նախ մենք չենք գիտեր քրիստոնեությունը ինչ է եւ բարձրապես անունով մենք 301 թվականին Գրիգոր Լուսավորիչ pedagogan ընդունեց քրիստոնեությունը, այո, բլա 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 սիրելիներ։ Ուրիշ բան չեք գիտեր։ Միայն ես գիտեք,
Լավ է որ կոնե գիտեք 301 թվական, հատիկա չեմ գիտեր ինչ եղած է հրաշքով հիշերեք, բայց անգե դուրս ինչ կնշանակե քրիստոնեություն չեք գիտեր։ Ինչու, որովհետև նույնիսկ այդ երեխայի մգրության ժամանակ չեք երթար։ Բայց որովհետև ցեզ ընդուներ են, որ դուք դառնաք գնքահայրեր, ոչ թե քավորներ, գնքահայրներ, խաչքավորը համուսնությունն է, գնքահայրը գնունքի հայրն է, ասա սորվեցեք, ասեք որ Ստեփան Սարգսակը սորվեցուց մեզի, գնքահայր կնշանակե գնունքին հայրը, քավոր կնշանակե խաչքավոր կնշանակե ամուսնություն ժամանակ խաչը բռնողը, ինչ որ է, եկեղեցվո մեջ նախքան երեխային ջուրի մեջ 3 անգամ տնելը մգրդող քահանան, վարդապետը, եպիսկոպոսը, ով մգրդող քահանան կհարցնե 3 անգամ գգահոր։ Երեխան ինչ կխնդրի։ Եթե երեխան չափահաս է, այդ երեխային կհարցնեին, ինչ կխնդրես, ինչու եկած ես եկեղեցի, մեզ մե ինչ կուզես։ Եվ մգրդվողը, եթե չափահաս էր, պիտի ասեր, ես կուզեմ հավատք, հույս, սեր եւ մգրդություն։ 3 անգամ հայտնելով այդ փախցանքը նոր գսե այդ մգրդող քահանան հավատք, հույս, սեր եւ մգրդություն մգրդիլ եւ արդարանալ, մգրդիլ եւ մաքրվել, մարտարանալ, մաքրվել գեղդերը եւ քրիստոնյա ըլլալ։ Հավասիկ հավատք, հույս, սեր։ Եթե ավետարան ունիք տունը, բացեք հիմա եւ կարդացեք առաջին Կորինթացիներու 13:13, շատ թյուրին է։ 1 Corinthians 13:13, եթե հայերեն կարդալ չեք գիտեր։ Այո, եւ այստեղ Պողոս Արաքյալը գսե սերն է։ Վերադառնալով այս երագյունի մասին, ասեմ, որ անգամ գանչված էի ծնողա ուսուցչական երեկոյին խոսելու եւ նմանցուցի մեր երեխաների կյանքը որպես երանգյունի ուրեմն ասի մի անգյունի վրա ծնողներն են մյուս անգյունը դպրոցն է ու երեխան վերևումն է իսկ մեջտեղը այն աչքը որ կա այդ շատ քեղեցիկ աստվածային նախախնամության աչքը հսկում է այս երեքի միացումը պետք է ծնողը տան մեջ երեխային սիրե քուրքուրե եւ խնամե ինչպես նաեւ ճիշտ ուսում դա դպրոցը եւ այդպեսով երեխան այս երրորդության մեջ կարենա ուրջանալ կարենա մեծանալ Եվ ուրեմն սիրելիներ, հավատը նորից կսեմ, ստիպողական բան չէ, կամ կհավատաս, կամ չես հավատալ։ Ես այսօր չեմ եկած ցեզի քրիստոնեություն քարոզելու, այլ եկած եմ ցեզի ասելու շատ բարձ բանը։ Եվ այս կարծիքը նաև շատեր բեմերից կխոսին, շատեր տարբեր արիտներով ելույթներ կունենան հավատք, հույս եւ սեր այս երանգյունը մենք հայերս աշխարհասրվի ըլլա Հայաստանի մեջ ըլլա Հայաստանեն դուրս այս պետք է անպայման երանգյունին հասկանանք եւ ընդունենք մի կողմից մեր պետականությունն է Մյուս կողմեն մեր հայ առաքելական եկեղեցին է եւ մեջտեղը մեր ժողովուրդն է։ Ուրեմն սիրելիներ, եթե մենք կուզենք առողջ հայրենիք, փառքավաճ հայրենիք, հարաճաթեմ հայրենիք, անկախ զորավոր հայրենիք, պետք է անպայման այս երանգյունը գործե։ Ոչ թե իրարութեմ, այլ իրարու հետ լրացնելով։ Մի կողմից պետականությունը իր գործը պետք է կատարե, եկեղեցին իր գործը,
Շատ բարձ է, ամեն մեկը ունի իր բարդականությունը սիրելիներ, մեկը մյուսին սորվեցնելու, մեկը մյուսին գործը ընելու պետք չունի, պետականությունը պետք է նայի, թե ինչ սևերով պետք է փառքավաճի երկիրը, զորանա երկիրը և ոչ թե գեղեցվի երկիրը, մեր հայրենիքը հերիք է, որ կգեղեցվի և ահավասիկ կտեսնենք հայրենիք, եկեղեցի, որ մեր ժողովրդի հոգևոր գարիքներուն կուքա և մեջտեղը դա մեր ժողովուրդն է, հավատք, հույս և սեր, հավատքը մեր եկեղեցին է, հույսը մեր պետականությունն է և մեր ժողովուրդը սերն է սիրելիներ։ Ուրեմն նշան դրվեց, որ վերջացավ, ես ցեզի քալ շաբաթ կխոստանամ շատ կարևոր հայտնությունը ցեզի բերելու եւ այսպեսով կուզեմ ավարտել մեր այսօրվա ելույթը կցանկանամ ցեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Բարի գիշեր, ցտեսություն։